Պարոն Էլբակյան, նախ այսօրվա մտավախության մտահոգության մասին հստակեցնեմ, որ նախորդին ոչ միայն այս մտահոգություն հայտարարությունները տարածվեցին վեհափառին ձերբակալելու առնչությամբ, այլև իշխանական սատելիտ ինչ-որ շրջանակներ թռուցիկներ էին տարածում համացանցային, նշելով թվագրված մեղադրանքներ, մեղսագրված զանցանքներ, ցանկ, որոնց շրջանակում այո իշխանությունները նախապատրաստում են վեհափառին նույնիսկ ցմահ ազատազրկել։ Այս ինչի համար է արվում, քարոզչական պատերազմի մեջ պիտի դիտել, թե այս ստեղծված իրավիճակի շարունակությունը իսկապես հենց սա է, սպասվում է։ Կամ հին արևելյան ասացվածք, ասում է, եթե թշնամիդ հայտարարում է, որ ցանկանում է քեզ սպանել, ուրեմն լավ կլինի, որ հավատաս։ Ամեն հավաքանցում ճիշտ է ասում։ Հիմա այս տեսանկյունից եմ ես դիտարկում Հայաստանի դեֆակտո իշխանությունների իրականացրած ցանկացած քայլ, դուք առանձնացրիք քարոզչական, ռեալ քաղաքականություն, ես դա մեկ եմ տեսնում։ Անպայմանորեն չի բխում, որ մենք Աստված մի արասեն նման աղետի կարող ենք հենց այսօր ականատես լինել կամ երբևէ ականատես լինել, բայց այն, որ դա իրենց օրակարգում կա, իրենք դրանից բնավ ոչ երկյուղ են զգում, ոչ խնդիր են տեսնում դրանում, դա միանշանակ է։ Հետևաբար մտահոգությունը ես կիսում եմ ոչ միայն այսօր, կիսում էի, երբ որ մենք անցած անգամ այս նույն հարթակի վրա ձեզ հետ հանդիպեցինք հենց հունիս ամիսներ, կկիսեմ նաև վաղը մյուս օրը, որովհետև իրոք իշխանությունները թշնամական քաղաքականություն են վարում հայ ազգի, Հայաստանի ու Սփյուռքի հանդեպ, եկեղեցին էլ այս պայն հայտնվել է իրենք եկեղեցուն բերել են այդ պայքարի կիզակետ, իրենք են եկեղեցին քաղաքականացրել, այսպես ասած, եկեղեցուց հռչակել որպես քաղաքական թշնամի, իսկ իրենք հայտնի են նրանով, որ ում հռչակում են թշնամի, երկրի ներսում բնականաբար, երկրից դուրս իրենք թշնամի չունեն, սկսում են ճակերտավոր իրենց լեզվով ասած զբաղվել դրանով։ Այնպես որ մտավախությունը կա, բայց կա ոչ միայն այսօր, կար նաև երեկ եւ շարունակելու է մնալ նաև վաղը, քանի դեռ մենք միասնական ճակատ կազմած, միասնական քաղաքական ճակատ կազմած չենք կարողացել այս իշխանություններին փոխել։ Մտավախությունը կա, իսկ հանգուցալուծումը ինչպես եք տեսնում։ Հանգուցալուծումը տեսնում եմ բացառապես ազգային իշխանափոխությամբ, ազգային բառն հատուկ եմ շեշտում։ Կամ քիչ երկարաժամկետ է, ավելի կարճաժամկետ, որ հերթով բացառապես հոգևորականներին արդեն տանում են կալանքի արդեն շատերին։ Ճիշտ եք։ Կարճաժամկետ հիմա մենք այստեղ կանգնած ենք, այդ կարճաժամկետի մաս է կազմում։ Ես լավ, այս համատարած իհարկե բացասական բանի մեջ, որ մեր կամքից անկախ կա, մի փոքր շուրջ դրական բան ասեմ։ Այդ դրական բանն այն է, որ այս իշխանությունները ամենազոր չեն եւ առհասարակ չկան ամենազոր իշխանություններ։ Հետեւաբար նույնիսկ կարճաժամկետ ձեր հիշատակած հեռանկարում կարճաժամկետ պայքարի ասպարեզում հնարավոր է դիմադարձել, եթե լինի կազմակերպված պայքար։ Օրինակ դա հունիս ամսին կար։ Մենք արտահոսք չենք ունեցել, ձեր ասած թռուցիկներ չենք ունեցել, բայց ինչ գիտենք, որ հունիս ամսին էլ նրանց պլաններում չի եղել, օրինակ ձեր հիշատակած քայլը, վեհապար Հայրապետին Մեղայաստծո ձերբակալելը։ Միգուցե եղել է։ Մենք տեսանք կազմակերպված այստեղ դիմադրություն կա, շատ բարձր գին պիտի դրա համար վճարեն, որոշեցին չվճարել կամ գոնե այդ ժամանակ չվճարել։ Այնպես որ ես հասկանում եմ, որ մեր ազգային հասարակական կյանքը այսպես նեգատիվի բացասականի բան է, խճանկար է, բայց պիտի նաև հասկանանք, որ ոչ, դիմացինը ամենազոր չի, անհաղ չի, ուղղակի մենք պիտի կարողանանք ճիշտ դիմադարձել եւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարներում։ Շատ շնորհակալ եմ, պարոն։